ինձ կծեցեին, կսպանեին, խնդրեմ այս մասով ձեր կարծիքով, այս նախկիններում, այսքան որ համեմատություն անում են, կա մի տիկին, որը իրեն այսպես է դրսևորել, ինչպես Աննա Հակոբյանը, կա մի տիկին, որը հասարակությանը իրեն քննադատող ոչիլ է անվանել։ Գիտեք, ես ծանր եմ։ Որ համբալ է ասել։ Չի եղել։ Եկեք ես այդ բանով սահմանափակվեմ։ Ես չեմ ուզում այդ գրեհիկ եւ անդաստիրակ, մենք գիտենք ինչու է անդաստիրակ եւ ազգային ժողովի խոսնակի պաշտոնը զբաղեցնող անձը, մենք տեսել ենք եւ իր դաստիրակիչ մոր կեցվածքը, կրկնում եմ, ես պատրաստ չեմ մեկնաբանել այդ գրեհիկ եւ իրականության հետ ոչ մի աղերս չունեցող որևէ բան։ Ասենք թե եթե եղել է որևէ այդպիսի դեպք, ես չհասկացա, դուք եկել եք մրցելու նախկինների հետ, թե դուք եկել եք, ինչպես դուք խոստացել եք ամբողջովին դեպի դրականը փոխելու։ Այդ ինչ է գրոպել մեկ դուք ասում ինչ են արել նախկինները։ Դուք եկել եք նրանց գործը ավելի կոշտացնեք, չի եղել այդպիսի դեպք։ Մենք ունեցել ենք, նայեք, նախ եւ առաջ, այդ տիկինը, առաջի տիկինը չի Հայաստանի Հանրապետության, ըստ մեր սահմանադրության, ոտի տակ գցած սահմանադրության, առաջի տիկին է հանդիսանում նախագահի կինը։ Այս տիկինը օրինական է ամուսնությունը, անօրինական է, ես դրա մեջ չեմ մտնում։ Նա որևէ հիմք չունի հավակնություններ ունենա իրեն որպես Հայաստանի առաջին տիկին դրսևորելու։ Մեկ, երկրորդը, մենք ունեցել ենք 3 առաջին տիկին։ Բոլորը գիտեն, ես ոչ մեկի հետ այդպես մոտիկ հարաբերություններ չեմ ունեցել, բայց ոչ մեկը դրանցից այդպես, կրկնում եմ, գրեհիկ եւ այդպես հայ տիկնոջ պատկերը աղավաղող այդպիսի կեցվածքով հանդես չի եկել, չի եղել, որևէ մեկը չի վերցրել իր վրա մի գործ, որով ինքը որպես դաստիարակիչ հանդես գա հայ ժողովրդի հանդեպ, չի եղել դա, բոլոր երեքն էլ, դուք կարող եք թվարկել, ինչի իրենք չեն արել, բայց կեցվածքով որևէ մեկը չի կարող կներեք մրցել այն տիկնոջ հետ, որը այսօր հավակնություններ ունի օրենքից դուրս, իրավունքից դուրս, բարոյականությունից դուրս։ Եվ այս առումով ձեր հարցի պատասխանը ինձ թվում է գիտեն բոլորը, ինչինց, ես վերջինը կարող է այս շարքում լինեմ, որովհետև չկա այդպիսի բան, որը Հայաստանում գաղտնի մնա։ Եվ նաև սանձուգար, այսօր խնդրում մեկնաբանեք, ասում է Աննա Սիմոնյանը, Ռոբերտ Քոչարյանը պետք է բանդում լիներ։ Ով է խոսում։ Գիտե, իսկ ով է այդ անձը խոսացող, ինչ է, ինքը դատախազության աշխատող է, իրեն տրված է այդ գործողությունները, դա մտնում է իր լիազորությունների մեջ, ոչ, երբ որ ես ասում եմ այդ անձինք մինչև հիմա չեն հասկանում, որ իրենք ինչ պաշտոն են զբաղեցնում, ես դա նկատի ունեմ, մեկը ասում է, որ սա պետք է արվի, մեկ մյուսը ասում է բանտում պետք է լինի եւ այլն, կներեք դուք ով եք, դուք ով եք, ձեր պարտականությունների մեջ է մտնում այդ հայտարարությունները, ոչ, դա հակաիրավական է, կրկնում եմ, դա չափազանց իր անձը իրենց թվում է բարձրացնելու, իմ տեսակետից ուղղակի տապալելու, արժանապատվությունը ձեր զրո է, մարդ, որը որ իր արժանապատվությունը հարգում է, երբեք այդպիսի հայտարարություններով լինելով այդ պաշտոնները զբաղեցնող անձ երբեք իրեն թույլ չի տա։ Մենք գործ ունենք, կրկնում եմ, ամբողջովին նախապես պատրաստված, նախապես իրենց բոլոր թերություններով եւ ախտերով այսպես հատուկ խումբ է, որը բերվել է, որ ոչ միայն հանձնեն տարածքներ, ոչ միայն վիրավորեն բոլոր արցախյան առաջի
պատերազմի մասնակիցներին, նրանք եկել են ամբողջովին տապալեն հայ ինքնությունը եւ բոլոր այն ուժեղ կողմերը, որի մասին էթնոհոգեբանները լավ գիտեն, այդ թիրախավորել են բոլոր այն որակները, որոնք կազմում են հայ ինքնության հիմքը, հենց դրանք են թիրախավորված, հենց դրան է ուղղված այս ամբողջ իրենց այսպես կոչված գործնեությունը։ Դրա համար ես էլի եմ ասում, խնդրել եմ բոլորին, ինձ չպարտադրել մեկնաբանել այդ խավի ինձ համար վերին աստիճանի խորշելի խավի թե հայտարարությունները, թե գործողությունները։